Գոյություն ունի հիմա կարդամ, որպեսզի չշփոթվեմ, օրին ընտրությունների օրինական դիտարկման քաղաքացիական նախաձեռնություն, որը հաշվետվություն է ներկայացրել է սնահատական պրոցեսների մասով, հաշվետվությունում մասնավորապես խոսվում է փետրվարի 25-ի վարչապետի հայտարարության մասին կենսաթոշակների մասով, այստեղ ասվում է հաշվետվությունում շատ կարճ ընթերցեմ, ենթադրաբար անտեսվել է ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման մասին ԵԱՀԿ, ԺՄԻԿ եւ Վենետիկի հանձնաժողովի համատեղ ուղեցույցի կարգավորումները, ինչպես նաեւ ԱԺ 21 ԵԱՀԿ ԺՄԻԿ վերջնական զեկույցում տեղեկատված դիտողություններն ու առաջարկությունները։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացվում են, ու սա առանց կառավարության որոշմանը, ավելին տարբեր կալեբրի իշխանականներ առավոտից երեկո խոսում են այս մասին։ Կուզենայի պարոն անդրադառնալ նաև սրան, այս ինչ համատեքստում է, արդյոք ընտրակաշառք չի, վարչական ռեսուրսի կիրառում չի։ Պարոն Յուրասյանը պատասխանի ու պարոն Սմբայցյանն հաստատ։ Շնորհակալ եմ։ Դուք ասացիք ով հայտարարել օրին։ Օրին, այո։ Իսկ այդ օրինն ով ֆինանսավորում։ Օրին ընտրությունների օրինական դիտարկման։ Իսկ ով այլ ֆինանսավորում, իրեն դա հրապարակել են։ Պարոն ես իրենց Չէ, հարցնում եմ, գիտեք չի կարող է անդրադառնալ հարցին։ Անդրադառնամ, իհարկե անդրադառնամ, բայց ես ուզում եմ նախ ասել, որ ընտրությունների հետ կապված ցանկացած դիտորդություն իրականացնող, դիտորդությունը պարտադիր չի տեղամասում ֆիզիկապես գտնվելով, դիտորդություն իրականացրած սուբյեկտ պետք է հրապարակի, ոչ միայն նաև լրատվամիջոցները առհասարակ եւ առհասարակ ՀԿ-ները պետք է հրապարակել, թե ով է իրենց ֆինանսավորում եւ ով է ֆինանսավորում ընտրությունների հետ կապված իրենց գործողությունները, ինչը մենք օրինակ մեր հերթին բնականաբար անում ենք եւ վստահ եմ, որ բոլոր պարկեշտ գործընկերները անում են։ Ինչ վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, ապա ասեմ, որ կենսաթոշակների բարձրացումը մի կենսաթոշակների բարձրացումը կարող էր հակասել կարգավորման, որը քաղաքացիական հասարակությունը առաջարկում էր սրանց տարիներ առաջ եւ որը չընդունվեց, ընդ որում ներկայիս ընդդիմությունն էլ առանձնապես ջանք չգործադրեց, որ այդ կարգավորումը ընդունվի, որը տենց ինչ որ առնում բրիտանական ոճի կարգավորում է, որը արգելելու էր սոցիալական ծրագրերի էական փոփոխություններ ընտրություններից առաջ։ Նման կարգավորում Հայաստանում չընդունվեց եւ իշխանություններն էլ օգտվելով նրանց որ նման կարգավորում չկա, չեն սահմանափակում իրենց եւ ընտրություններից առաջ սոցիալական ծրագրերը մեծացնում են։ Սա որովից է առումով չի մնում, որ վարչական իրավախախտներ օրենսգրքի ոչ քրեական օրենսգրքի վարչական ռեսուրսի արգելման կարգավորումների տակ, ոչ ընտրական օրենսգրքի։ Ցավոք սրտի չի մնում։ Ինչ վերաբերվում է առհասարակ կենսաթոշակը որպես կաշառք, կենսաթոշակի ավելացումը որպես կաշառք ներկայացնում, այս առումով ես պետք է ասեմ, որ բավական էպիկ իրավիճակ է, որովհետև մարդիկ, ովքեր խոստանում են կենսաթոշակ բարձրացնել, ասում են, որ իշխանությունների կողմից կենսաթոշակ բարձրացնելը ընտրակաշառք է։ Ընտրակաշառքի քրեական օրենսգրքի հոդվածը որ բացեք, ինչ որ բան տալը եւ ինչ որ բան խոստանալը լրիվ հավասարեցված արարքներ են։ Հետևաբար, եթե թոշակ տալը կաշառք է, կամ թոշակ բարձրացնելը կաշառք է, ապա թոշակ բարձրացնելու խոստումն էլ է կաշառք։ Բայց բնականաբար ոչ թոշակ բարձրացնելն է ընտրակաշառք, ոչ թոշակ բարձրացնելու նախընտրական խոստում տալն է ընտրակաշառք։